Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը ինստիտուտները հայ ազգի հավաքական գոյության պահապանները Լիդիա Մարկոսյան, մայիսի 28-ը սեպտեմբերի 21 չի, դոկտոր Գիլերմո Կարամանյան, Սերգեյ Վարդանյան, Համշելային հիշողության ու գիտության նվիրյալը, Ղուլտիկ, Բիթլիսը հայկական մեծ ու բարեկեցիկ Շեներամինը, Կոնիայի 1700 տարեկան Սուրբ Հեղինե եկեղեցին շարունակում է կաղնու մնալ է, Թիֆլիսում նշվալը Վարդատոնի 112-րդ ամյակը, Հակոբ Արադ արվեստահոգրականության աշխարհը մի գիրքում 40 մանկանց երգչախումբը նշում է 136 ամյակը։ Լիդիա Մարկոսյան, Արևմտյան Հայաստանը կառավարության ղեկավար, Արևմտյան Հայաստանը Հանրապետության արտաքին գործերի նախարար, 2025 թվականի մայիսի 24 Արևմտյան Հայաստանը ինստիտուտները հայ ազգի հավաքական գոյության պահապանները նախ ու առաջ ցանկանում շնորհավորել Արևմտյան Հայաստանը խորհրդարանի 13-ամյակույն շնորհավորանքները Հղիմ Տիկին Հարությունյանին, ազգային ժողովի նախագահին, հունցնև սաղ падգամավորներին։ Մեր խորհրդարանի ստեղծումը մեր ազգին հետի իրարակարևոր քայլ ու դա ճիշտ է, ցանկացած հասարակության հետի վեր է ցանկանում ապրել արդարության ու ազատության մեջ, առավել եւս մեր նման պետությունը վերի տարածք օկուպացված է իրավականորեն դադարում չի գոյություն ունենալը, եթե պահպանվում են 3 տարեր բնակչություն, ներկայացվածություն ու ինքնիշխան կամքի շարունակական արտահայտում։ Այս իմաստով Արևմտյան Հայաստանը խորհրդարանը պարզապես մարդկանց հավաք չի, այլ հասկանալու թե Մունքոնիկ խորհրդարան արդեն նշանակում է սկսել այն պաշտպանել է նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ի սայտում։ 1918 թվականի մայիսի 28-ը իրական ազգային տոն է։ Այդ օրը հայ ժողովուրդը միավորված Սարդարապատում վճռական պարտության մատնալ թուրքական կանոնավոր բանակին ոչնչացնել ավերան ռազմական հզորությունը։ Պարտություն են կանցանդրել վերթորքերի ստիպվածնել փախչին մարտադաշտ ձախողելով իրանց ոչնչացման ու տարածքային յուրացման նպատակները։ Այդ պահից գեներալներ Անդրանիկն Գարեգին Նժդեհը փորձել են ազատագրին թուրքերի կողմից բռնազավթված հայրենիքը, բայց իրանց ջանքերը խոչընդոտվել են հայկական ղեկավարության կողմից, վերը բավարարվել իսալար մենակ 15000 քառակուսի կիլոմետր տարածքով վերթորքերի զիջելիսնել պարտությունից հետո 1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրավը։ Մեր երկու մեծ ղեկավարներ են վեշմինը ընդունել չի նման իրավիճակը իրանց քաջության ու հայրենասիրության շնորհիվ իրանք ազատագրել են ավելի քան 30000 քառակուսի կիլոմետր տարածք պայքարելով թուրքական ուժերի դեմ ու հաղթելով իրանց։ Իրան հազարամյա պատմությունով ձևավորված ոգով հայերը պայքարալն ու հաղթան թուրքերին ամենուր Արևելյան Հայաստանում Սարդարապատը հաղթանակից հետո սկսվել է Երևանի շրջակա տարածքների կառավարումը, իսկ Սյունիքը, Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Կարսը, Արդահանը ու այլ նահանգները ընդգրկվել են հայկական վերահսկողության տակ։ Նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ի սայտում։ Լրացավը մի տարի հինչ կյանքից հեռացել է հայագետ բանահավաք ազգագրագետ ու լրագրող Սերգեյ Վարդանյանը, համշենագիտության ամենանշանավոր հետազոտողների ամինը Իրան Աննը անկախտելիորեն կապված է համշենապատմության, բարբառի մշակույթի ու բանահյուսության ուսումնասիրության հետ։ Սերգեյ Վարդանյանի բազմամյա գիտական գործունեությունը կարևոր դեր ունեցել համշենահայության պատմության հանրահռչակման գործում։ Հալամ 1982 թվականին հրապարակված համշենցիները ծանոթ ու անծանոթ հոդվածով ինքը լայն հասարակությանը ներկայացրել է Աբխազիայում ու Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենահայերի պատմության ինքնությունը։ Իրան հեղինակած ու խմբագրած աշխատությունները Էդվում կրոնափող համշենահայերի բարբառը, բանահյուսությունը, երգարվեստը, ուսումնասիրությունը, ձայն համշենական թերթը, սոր արժեքավոր աղբյուրներն համշենագիտության հետի։ Բիթլիսի կենտրոնական գավառին պատկանող Ղուլտիկ շենը մինչև 1915 թվականը համարվել իսալար շրջանի ամենամեծ հայկական բնակավայրերի ամինը շեն ունեցել 490 տոնն ու շուրջ 2598 հայ բնակիչ։ Ղուլտիկում գործել իսալար Սուրբ Գևորգ, Սուրբ Հովհաննես, Ավետաբեր, Սուրբ Հովհաննես, Սուրբ Սիմեոն ու Սուրբ Սարգիս եկեղեցիների ամատորները, հունցնև հայկական շկոլ, շտեղ կրթություն ալաստանալի շուրջ 100 աշակերտ։ Շենը հայտնի էր իրան զարգացած այգեգործությունով, հունցնև արհեստներով, այստեղի կավագործները, ջուլհակներն, մեխագործները համբավնել վայելելիս սաղ տարածաշրջանում։ Ղուլտիկը Արևմտյան Հայաստանային մխլը հայկական բնակավայրեր անալել վերը աշկի ալել ընկնելիս իրան տնտեսական աշխուժությունով նա հարուստ մշակութային կյանքավը։ Արևմտյան Հայաստանը Կոնիա քաղաքում գտնվող պատմական Սիլե թաղամասի գլխավոր խորհրդանիշների ամինը շուրջ 1700 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հեղինե եկեղեցին սոյլ կանգուն է ու գործում որպես թանգարան։ Պատմական աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցվել է 327 թվականին Բյուզանդիայի կայսր Կոստանդին Այի մոր Հեղինե կայսրուհու նախաձեռնությունով համարվում է Անատոլիայի ամենահին քրիստոնեական եկեղեցիներն ու աշխարհի մինչ օրս պահպանված հնագույն եկեղեցիների ամինը։ Հնագույն Սիլե բնակավայրը վերյուրան պատմությունը սկսվում է հազարամյակներ առաջ տարբեր ժամանակներում Միլարա մախլա ժողովուրդների մշակութային բնակության վայր է։ Հունական բնակչությունով հայտնի այս բնակավայրում գտնվող Սուրբ Հեղինե եկեղեցին դարեր շարունակ իլալա տարածաշրջանի կարևոր հոգևոր կենտրոնների ամինը։
2026 թվականի մայիսի 31-ին Թիֆլիսի պատմական Մեյդանի հրապարակում 112-րդ անգամ անցկացվող ավանդական վարդատոնը նվիրված Մոծաշուխ Սայաթնովայի հիշատակին տոնական միջոցառումը տարիներ շարունակ միավորում է հայ համայնքի մշակութային գործիչներին, մխալահյուրերին, ընդգծելով Սայաթնովայի ստեղծագործական ժառանգության կենտրոնի ներկայությունը տարածաշրջանի մշակութային կյանքում։ Վարդատոնը կազմակերպված է վիրահայոց թեմի ու մի շարք մշակութային կառույցների նախաձեռնությունով։ Օրվա ընթացքում մասնակիցները նախ այցելան Սուրբ Գևորգ եկեղեցի, շտեղ կատարվալ հոգեհանգստյան կարգը, հետո ծաղիկներին խոնարհալ Սայաթնովայի շիրիմին, հարգանքի տուրք մատուցելով իրան հիշատակին։ Տոնական ծրագիրը շարունակվել է Մեյդանի հրապարակում երաժշտական ու պարային ելույթներով։ Համերգային ծրագրի մասնակցան Թիֆլիսի Օջավախքի տարբեր ստեղծագործական խմբեր ու անհատ կատարողներ, վերներկայացրալ ՄԽԼ մշակութային կատարումներ։ Վարդատոնը համ հիշատակի օր է, համ էլ մշակութային կամուրջ թեզը սերունդներին փոխանցելի Սայաթնովայի 100 ժառանգությունը իր ներդրումը հայ-վրաց տարածաշրջանային արվեստի զարգացման գործում։ Միջոցառման ընթացքում հրապարակը լցված այլ երաժշտությունով պարավ տոնական մթնոլորտով ընդգծել Վարդատոնի համախմբող ուժը։ Այս ավանդույթի սկիզբը դրվել է 1994 թվականին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ու մի շարք մտավորականների նախաձեռնությունով կազմակերպվել է Սայաթնովայի հիշատակին նվիրված առաջին ծաղկահավաքն արարողությունը։ Լուսատեսալ թորք հետազոտող Ինջի Այդոնի մենագրությունը նվիրված պոլսահայ անվանի նկարիչ ու լրագրող Հակոբ Արատին գույների Դիոգենեսը խորագրավ աշխատությունը ներկայացնում է համ արվեստագետին կյանքը, համ էլ ստեղծագործությունը, յուրանապրած ժամանակաշրջանի մշակութային գրական ու հասարակական միջավայրը։ Գիրքը լուսաբանում է Հակոբ Արատի երկարամյա գործունեությունը, յուրանուսանողական տարիները Կոստանդնուպոլսիա գեղարվեստի ակադեմիայում, հունցնև համագործակցությունը Արևմտյան Հայաստան առաջատար թերթերի ու գրական շրջանակների հետ։ Առանձնատուկ ուշադրություն է դարձվում իրան մտերմությանը ժամանակի հայտնի գրողների, հատկապես արձակագիր Սայիդ Ֆայեկիի հետ, վերի ստեղծագործությունների պատկերազարդումների մեծ մասը կատարել է հենց Արատը։ Մենագրության մեջ ներկայացված է նաև արվեստագետի գեղանկարչական ժառանգության նմուշները, արխիվային լուսանկարներ ու վավերագրական նյութեր, վերարժեքավոր պատկերացում տամ 20-րդ դարի թուրքահայ մշակութային կյանքի մասին։ Կոստանդնուպոլսը Բաքրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու Հովանու ներքո գործող 40 մանկանց մանկական երգչախումբը Էրկան Ընմիջումանոյետը հանդես եկալ համերգավ նշել ավիրան հիմնադրման 136-ամյակը։ Մայիսի 24-ին Դաջյան Վաժանի Տիգրան Գյուլմեզգիլի անվան դահլիճում կայացած կոնցերտի մասնակցա Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, համայնքային ու կրթական կառույցների ներկայացուցիչներ, հունցնև մխելահյուրեր։ Սերգան Գազերօղլու ղեկավարությունով բեմը բարձրացալ 23 խոխորձից կազմված երգչախումբը վերը ներկայացրալ 18 հայկական երգեր։ Կոնցերտի մասնակցան նաև մենակատարներ, երաժիշտներ, պարային խումբը ստեղծելով հարուստ մշակութային մթնոլորտ։ Երեկոյի ավարտին պատրիարք Սահակ Մաշալյանը շնորհավորել երգչախմբի անդամներին, խմբավարին ու կազմակերպիչներին, ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը հայկական մշակույթի լեզվի ինքնության պահպանման գործում։ Ավելի քան մեկ դարյա պատմություն ունեցող 40 մանկանց երգչախումբը շարունակում է մնել պոլսահայ համայնքի մշակութային կյանքի կարևոր խորհրդանիշները մինը փոխանցելով հայկական երգարվեստի ժառանգությունը թեզասերունդներին։ Սիրելի հայրենակիցներ, սրվայտ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետ եւ բαντկացիք։